առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես Լուսի Քոչարյանը եւ անպայման նշեմ, թե որ տարբերակներով մեզ կարող եք ունկնդրել, իհարկե բացի ավանդական ռադիոընդունիչից, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եթե բաց թողնեք ուղիղ եթերը, հնարավորություն կա այս տարբերակով լրացնելու եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ մեզ դիտելու բացի ունկնդրելուց եւ մեկնաբանությունները բաց են, կարող եք նաեւ հարցեր, դիտարկումներ, կարծիքներ թողնել։ Այսօր զրուցելու ենք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ ծառայության բժիշկ ռադիոլոգ Նարինե Գրուկչյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ կրկին ձեզ տեսնել մեր տաղավարում։ Այսօր հարգելի ունկնդիրներ եւ հարգելի մեր հյուր, ուզում եմ ասել, որ եթերը մարտի 8-ին ընթառաջ է, որովհետեւ վաղն ենք նշելու մարտի 8-ը կանանց միջազգային օրը, սակայն մեր եթերը այսօր է եւ մենք այսօր կփորձենք առողջության պահպանման ինքնախնամքի տեսանկյունից մոտենալ այս հարցին, որովհետեւ օրինակ ես ինքս հույժ համոզված եմ, որ կնոջ ինքնադրսևորման անկախության պահպանման, ինքնաիրացման եւ ընդհանրապես կայացած լինելու այսպես բազային հիմքերից մեկը դա հոգեկան եւ իհարկե ֆիզիկական առողջությունն է։ Այսինքն մենք չենք կարող խոսել որևէ կնոջ, որևէ ռեալիզացիայի եւ այսպես ինքնագնահատականի իրեն կյանքում լավ զգալու մասին, եթե նա չունի առողջություն եւ հատկապես եթե նա չի հետևում ինքն իր առողջությանը եւ այսօր մենք մանրակրկիտ կխոսենք, թե որ թիրախային սկրինինգային հետազոտություններն են, որ պետք է մշտական հավատարիմ ուղեկիցը լինեն յուրաքանչյուր կնոջ, այսպես սկսած պայմանականորեն 18 տարեկանից մինչև այդ թողնենք մանկաբույժներին։ Եվ այսպես, մի փոքր ընդհանուր հարց եմ ուզում նախ եւ առաջ տալ, ահա հենց կանանց ինքնախնամքի եւ ինքնուշադրության վերաբերյալ դուք որպես բազմամյա փորձով մասնագետ ինչ կարծիքի եք կանայք այսօր ինչպես են հետևում իրենց առողջության, ինչ դժգոհություններ դուք ունեք, ինչից է գոհ, ինչ զարգացումներ եք տեսնում։ Նախ շնորհակալ եմ ես էլ նորից հրավերքի համար Լուսի ջան։ Սկսեմ նրանից, որ բազմիցս ասվում է եւ ասվել է, որ յուրաքանչյուր հիվանդության, ախտաբանական վիճակի, արդյունավետ բուժման, ինչի ոչ նաեւ լիարժեք լավացման գրավականը դա վաղ ախտորոշումն է։ Որքան շուտ դիմեն բժշկի, այնքան ավելի էֆեկտիվ կլինի բուժումը, այնքան ավելի բարելավ կլինի կյանքի որակը։ Այդ նպատակով առողջությանը հետևող կանայք եւ ոչ միայն կանայք, իհարկե այսօր կանանց մասին ենք խոսում, ճիշտ կլինի, որպեսզի անցնեն սկրինինգային հետազոտություններ, հա։ Ինչ ասել է սկրինինգ, այդ դուք նշեցիք, դա որոշակի ժամանակահատվածը մեկ պրոֆիլակտիկ նպատակով հետազոտություններն են։ Այսինքն բուժառուն դիմում է բժշկին հետազոտությունների համար այն պարագայում, երբ որ չունի որևէ գանգատ, քանի որ շատ հիվանդություններ եւ առավել եւս քաղցկեղը իր նախնական փուլերում անցնում է ասիմպտոմ առանց որևէ կլինիկական դրսևորումների։ Ունենք, ինչ ասեմ, այս սկրինինգային հետազոտությունները յուրաքանչյուր կին ինքը իր համար պետք է որոշի եւ հետազոտվի գրաֆիկով, այո, տարին մեկ այն կրկնի։ Իհարկե լինում են դեպքեր, երբ ըստ բժշկի ցուցումի այս ժամանակահատվածը մի տարին մեկը կրճատվում է, եթե որևէ խնդիր հայտնաբերվում է, հրավիրվում է բուժառուն 3 ամիս հետո, 6 ամիս հետո, կամ եթե որևէ հիվանդություն է հայտնաբերվում, որը ունի բուժելու, հա, խնդիր, արդեն հրավիրվում է բուժառուն բուժումից հետո բուժման արդյունքը գնահատելու համար։ Այս ամենը եթե կատարվի, ինձ թվում է, որ կարելի է գոնե ինչ որ չափով առողջությանը հետևել, վնաս չհասնել, ժամանակին հասկանալ ինչումն է խնդիրը, ժամանակին բուժել։ Բժիշկ ինչ եք կարծում, մենք ունենք այսօր դիմելիության խնդիր թե ոչ, եւ եթե այո, դուք եթերից առաջ ցավով նշեցիք, որ դեռ կարիք կա այս ամենի մասին անընդհատ խոսելու։
վստահելով ձեր փորձին, ինչ տպավորություն ունեք, ինչ գործոններով է պայմանավորված այսքան խոսելու, այսքան եթերներ, ոդքասթեր, այսօր իսկապես լավ շրջանառվում է էլի գրագետ տեղեկությունը, գիտելիքը, ինչն է պատճառը չդիմելու։ Իրոք մեր երկրում դիմելիության խնդիրը մի քիչ լուրջ է։ Խնդիրները տարբեր են, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նախ վախն է, որ որևէ բան կհայտնաբերվի, բայց կրկին ասում եմ, եթե խնդիրը կա, այն վաղ թե ուշ հայտնաբերվելու է, ավելի լավ է վաղ։ Մեկ ուրիշ բան ունենք, դա չգիտեմ, ինձ թվում է ջայլամի հոգեբանությունն է, երբ չեք տեսնում խնդիրը, ուրեմն այն չկա, էլի իմ նախորոք ասածն է, որ պետք է շուտ հայտնաբերվել, այն սիմպտոմ են լինում, կլինիկական դրսևորումներ չեն ունենում, եթե դուք չունեք որևէ խնդիր, ցավ կամ որևէ կանգատ չի նշանակում, որ դուք խնդիր չունեք, նորից պետք է դիմեք։ Եվ իմ կարծիքով լուրջ խնդիր է մեր երկրում, դա մեր մենտալիտետի խնդիրն է, մենք չունենք դեռ ձևավորված բժշկին դիմելու մշակույթ, որը որ երևի թե պետք է սերմանել մանկուց, ինձ թվում է, չգիտեմ, դպրոցներից կամ ընտանիքներում, այս մշակույթը եթե ձևավորվի, որը շատ տարբեր երկրներում իրոք կա, շատ երկրներ զարգացած ժողովուրդներ, բնակչությունը շատ դիմում են բժիշկներին, հետևում են իրենց առողջության, այսինքն այդ մշակույթը ձևավորված է։ Իրենց մոտ մեզ մոտ այն չկա, կուլտուրան մշակույթն ասելով հասկանում ենք գիտելիքն է ցածր ցենզի վրա, թե այլ ավելի կարևոր միգուցե սոցիալ-ֆինանսական խնդիրներ կան մեր երկրում եւ հերթը չի հասնում ուղղակի հենց այնպես առանց գանգատի գնալ հետազոտության, թե մարդիկ ուղղակի այդպես ձևը չգիտեն միգուցե ինչ-որ հատուկ աննակարգ կառաջարկեն բժիշկները։ Այդ ձեր թվարկած բոլոր կետերը։ Ամեն ինչից մի քիչ իհարկե։ Ես միանգամայն համամիտ եմ, որ երևի թե մանկապարտեզից ծանոթացնելով ովքեր են բժիշկները, չվախեցնելով ի դեպ հիմա հարգելի ծնողներ, խնդրում ենք, ես որ մշտապես բժիշկների եւ հոգեբանների եմ հյուրընկալում եւ հաստատ բոլոր պրոֆիլի բժիշկները մի վախեցրեք ձեր երեխաներին բժիշկներով սպառնալով։ Հակառակը եկեք սերմանենք, որ բժիշկները մեր ընտանիքի ընկերներն են ամենամոտ։ Ես միշտ ասում եմ, լավ բժիշկը ընտանիքի անդամի պես կարևոր մարդ է կյանքում յուրաքանչյուր անձի։ Եվ առավել եւս կնոջ համար կանանց օրգան համակարգին վերաբերող բժիշկները քանի որ ամենացավոտ եւ ամենատարածված խնդիրները վերաբերում են կրծքագեղձին, իմ եւ ոչ միայն իմ գնահատմամբ, հասկանանք, թե այստեղ ամենատարածված հիվանդությունները կամ խմբերը հիվանդությունների որոնք են։ Նայեք, դե ինչպես յուրաքանչյուր օրգանիզմում առաջացող հիվանդություններ կրծքագեղձում առաջանում են ինչպես բարորակ, այնպես եւ չարորակ գոյացություններ։ Պետք է նշեմ, որ այս բոլոր գոյացություններից հիմնական մասը բաժին հասած դրանք բարորակ գոյացություններ են, մոտ 80%-ը բարորակ են։ Կրծքում առաջացող բարորակ գոյացությունների մեծ մասը չունի չարորակացման միտում, բայց դրանք ունեն դինամիկ հսկողության կարիք կամ բուժման կարիք, որպեսզի չփչացնեն ավելի կնոջ կյանքի որակը, ավելի չզարգանան, ավելի բուժումը դժվար չլինի։ Եվ ունենք չարորակ գոյացություններ, որոնց որ պետք է հայտնաբերել, ինչպես ասեցի, վաղ շրջանում, փոքր չափսերի դեպքում, որովհետև որքան դրանք մեծանան, այնքան ավելի բարդ կլինի դրանց բուժումը, ավելի բուժումը կբարդանա, կհետաձգվի։ Ինչ բարորակ գոյացություններ կան, դրա մասին խոսենք, ունենք ամենատարածվածները, դրանք կիստաներն են, գիտենք, հեղուկային պարկեր, հյուսվածքային տարբեր գոյացություններ ունեն, տարբեր անուններ, ֆիբրոադենոմաներ, համարտոմաներ, աթերոմաներ, լիպոմաներ, դրանք այդ անվանումները դրանց կազմությունից են կախված, թե ինչ տիպի հյուսվածք է դրանց մեջ։ Ունենք ֆիբրոադենոմայի մի ձև, կոչվում է տերևանման ֆիբրոադենոմա, որը որ ունի չարորակացման միտում։ Այն մի քիչ ուշադրություն սրա վրա է պետք դարձնել, եթե հայտնաբերվի, անպայման պետք է կատարվի վիրահատական միջամտություն։
Կրծքում բացի գոյացություններից ունենք նաև վիճակներ, հա, այդ մաստոպաթիաներն են, որոնք անհանգստացնում են կանանց, նամանավանդ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց, որոնք տեսնում են դաշտար եւ այդ նախադաշտանային ցավերը շատ նրանց անհանգստացնում են։ Այտուցներ, կոշտության զգացողություններ, շատ այս հարցով դիմում են բժշկի, մաստոպաթիա համար որոշակի դեղորայք նշանակվում է ցավերը թեթևացնելու համար։ Իսկ ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել, օրինակ, մեկ ասում են, չէ, մի բան տվեք, հալեցնենք, այտուցը իջեցնենք եւ այլն, վիրահատական ինչ-որ միջամտություն, ինչ է ասում։ Չէ, նայեք, մաստոպաթիաները դրանք այսպես ասած վիճակներ են, գոյացություններ չեն, որ իրենց հալեցնենք եւ հիմնականում կախված են օրգանիզմի հորմոնալ վիճակից, ոչ թե հորմոնալ որևէ խանգարումներից, այլ ուղղակի հորմոնալ փոփոխություններից։ Եթե կինը ունի օրինակ վահանաձև գեղձում խնդիր կամ կանանցի օրգաններում խնդիր, այդ ամենը կարող է հրահրել նրան, որ մաստոպաթիայի ցավերը ավելի խորանան, ավելի ցավեցնեն, ավելի երկարատև լինեն եւ խորհուրդ ենք տալիս հետազոտել այդ օրգանները, տեսնել թե ինչումն է պատճառը, որ այն խորանում է։ Սեռական կյանքը նշանակություն ունի, նույնիսկ նշանակություն ունեն նյարդահուզական խնդիրները, որոնք նույնպես կարող են բերել դրանց ավելի ցավերի ակտիվացման։ Բացի սրանից լինում են նաև կրծքում բորբոքային խնդիրներ, հա, մաստիտները, որոնց պարտադիր պետք է բուժել կերակրման ընթացքում, որպես ճիշտ հետևել, ճիշտ խորհուրդներ տալ, որպեսզի մաստիտներ չձևավորվեն։ Ամենահաճախը հենց այս փուլում են ձևավորվում կերակրման։ Հիմնականում կերակրման փուլում, հետո երբ որ սխալ կերակրելուց, հա, կամ մրսելուց, իսկ հետագայում, եթե այդ խնդիրը եղել է, կարող են ունենալ նաև քրոնիկ բնույթ ու մի քիչ արդեն բուժումը դժվար ամեն ինչ բարդ է, այո։ Հաճախ նաև ասում են, եթե չարորակացում է տեղի ունենում, դա ոչ թե բարորակից չարորակ դառնալն է, այլ ի սկզբանե չարորակ լինելն է, որը չի երևում եւ նախաքաղցկեղային վիճակում չի դրսևորվում, չի վիզուալիզացվում։ Արդյոք սա այսպես է, թե ամեն դեպքում միանգամայն բարորակ որևէ process կարող է մի օր չարորականալ։ Գիտեք, ինչ վերաբերում է կրծքի գոյացություններին, հիմնականում ոչ, կրծքի գոյացությունների բարորակներից մենակ այ դերևանման ֆիբրոադենոմաները կարող են չարորականալ, մնացածը ոչ։ Ընդհանրապես կրծքի ուռուցքներ իրենք զարգանում են փոքրից, հա, փոքր չափսերից արդեն զարգանում դառնում են մեծ չափսեր։ Կինը չի կարող փոքր չափսի գոյացությունը շոշափել։ Նա կշոշափի գոյացությունը այն դեպքում, երբ գոյացությունը մեծանա, առաջանա կրծքի ասիմետրիա, արտափքում, այդ դեպքում նոր ինքը կինը կարող է շոշափել իր կրծքի չարորակ գոյացությունը։ Դրա համար նորից եմ ասում, վաղ պետք է դիմել բժշկի, ահա։ Ի տարբերություն կրծքի հայց գոյացություններին հետո կանդրադառնանք կանանց սեռական օրգանների, օրինակ դվարաններում, մարգանդի վզիկում կան այդպիսի վիճակներ նախաքաղցկեղային, ֆոնային, որոնք կարող են բերել ձևափոխման ու ուռուցքի զարգացմանը, բայց կրծքագեղձում հիմնականում ոչ։ Այսինքն մաստիտը, մաստոպաթիկ երևույթների նույնիսկ հաճախ կրկնվելը չեն բարձրացնում օրինակ։ Բացարձակ։ Ուռուցքը կարող է առաջանալ եւ այս ֆոնի վրա, մաստոպաթիայի, մաստիտի, տարբեր բարորագոյացությունների ֆոնի վրա առանձին եւ կարող է լրիվ առողջ կրծքագեղձում առաջանալ։ Այնպես որ պետք չէ այսպես հայկական ժողովրդական ձևով արխային ընկնել, որ մեկ-մեկ ասում են, չէ, եթե չկա ցավ, չկա ինչ որ գանգատ, պետք չէ բզբզել, պետք չէ միջամտել, թե չէ բժիշկները անպայման մի բան կհայտնաբերեն։ Ես ուզում եմ, որ մենք հրաժարվենք այս տրամադրվածությունից եւ հասկանանք կրծքագեղձի հետազոտման տարբերակների իհարկե անպայման մենք անընդհատ ասում ենք վաղ ախտորոշում, վաղ փուլում հայտնաբերում, ինչ գործիքակազմ ունենք այստեղ։
Կրծքագեղձի հետազոտության համար իհարկե գիտենք կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիկ հետազոտություն, շատ ինֆորմատիվ է նաև MRT հետազոտությունը կրծքագեղձի համար։ Դե այս բոլոր մեթոդները հիմնականում իրարից տարբերվում են սարքերով, սարքավորումներով, հա, գիտենք գերձայնային հետազոտությունը կատարվում է իրական ժամանակում գերձայնային ալիքների շնորհիվ, երբ հետազոտվող հատվածը էկրանի վրա անդրադառնում է եւ մենք տեսնում ենք կոնկրետ այդ հատվածը, որը որ մենք հետազոտում ենք, ինչ խնդիր ունի էկրանի վրա, հա, բազմիցս ասել ենք, որ գերձայնային ալիքները բացարձական վնաս են առողջությանը, անընդհատ կրկնում ենք, այո։ Եվ կարելի է կրկնել, որքան անհրաժեշտ է, որքան պետք լինի։ Այո, ամեն օր նույնիսկ կարելի է ուլտրաձայնային հետազոտություն անել։ Մամոգրաֆիկ հետազոտությունը շատ ինֆորմատիվ ոսկե ստանդարտ է համարվում կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար։ Դե այն ռենտգենյան ճառագայթների օգնությամբ պատկերներ են ստանում տարբեր պրոյեկցիաներում եւ այդպես գնահատում վիճակը կրծքի, հա, տեխնիկապես կատարվում է այսպես։ Իհարկե ռենտգենյան այս ճառագայթման դոզան շատ չնչին է, շատերը նույնպես վախենում են, որ կճառագայթվեն, ցավի, ինչ որ իզուր անեն, ինչու ճառագայթվեն, բայց այս ճառագայթի չափաբաժինը շատ փոքր է եւ տարին մեկ կատարելու պարագայում բացարձակ անվնաս է։ Նաև շատ արդարացված է, եթե մենք հասկանանք, թե ինչ ենք կանխարգելելու, ինչ շատ ավելի վատ, բարդ խնդիրներից ենք զերծ մնալու այստեղ։ Իհարկե, այս հետազոտությունները կատարելու ունենք ուղեցույցներ, թե որ տարիքում պետք է որ հետազոտությունը կատարել։ Այսպես 20-ից 40 տարեկան այդ սկրինինգային ծրագրերի շրջանակներում տարին մեկ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ 40-ից հետո պարտադիր մամոգրաֆիկ հետազոտություն, մինչև 50 տարեկան 2 տարին մեկ եւ տարին մեկ էլի սոնոգրաֆիայի մասին չենք մոռանում, տարին մեկ կատարում ենք։ 50-ը իհարկե շատ խոցելի տարիք է արդեն կրծքի համար, այդ պատճառով 50-ից բարձր կատարվում է տարին մեկ մամոգրաֆիկ հետազոտությունը։ Շատ հաճախ անկախ նրանից գանգատ կա, արտաքին փոփոխություն կա թե ոչ, շատ ուզում եմ որ այո, անպայման։ Իսկ եթե հանկարծ փոփոխությունը կա, ուրեմն պարտադիր արդեն առավել եւս դիագնոստիկ նպատակով։ Այո, պետք է նշեմ, որ այս մեթոդները իհարկե շատ հաճախ լրացնում են միմյանց, շատ հաճախ հարկ է լինում միաժամանակ կատարել այս հետազոտությունները, հարկ է լինում շատ հաճախ մինչև 40 դե մամոգրաֆիան, ինչպես ասացի, ճառագայթ եւ 40-ից հետո նոր ենք սկսում անել, բայց հարկ է լինում, երբ որ որևէ կասկածելի խնդիր է լինում երիտասարդ կնոջ մոտ, նույնպես կատարել մամոգրաֆիկ հետազոտություն, այսինքն մոտեցումը այստեղ ինդիվիդուալ է։ MRT-ի մասին ինչ կասեք, ինչ է սա տալիս կլինիցիստին որպես տեղեկություն։ MRT-ն շատ հաճախ եւ շատ ինֆորմատիվ է կատարել կրծքագեղձերի բազմաօջախային ուռուցքային գոյացությունների ժամանակ։ Մենք այսպիսի դեպքեր ունենք, երբ որ մի կրծքում կամ նույնիսկ երկու կրծքերում հա այդ բիլատերալ ուռուցքները առաջանում են մի քանի փոքրիկ գոյացություններ, որոնք սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ հետազոտություններով մի քիչ չի լինում տարբերակել, որ մեկն է ուռուցքը, որ մեկը ինչ որ գեղձային օջախ է եւ շատ հաճախ այս դեպքում մեզ MRT-ն օգնության է հասնում այդ մեթոդն է այս պարագայում բազմաօջախային մուլտիցենտրիկ ուռուցքների ժամանակ ախտորոշման համար էլի ոսկի ստանդարտ է հանդիսանում MRT հետազոտություն։ Ահա, չմոռանանք այո նաև այս մեթոդի մասին, իսկ քաղցկեղի հայտնաբերման, որոշակի բուժում կամ վիրահատություն իրականացնելուց հետո այս բոլոր գործիքային հետազոտությունները դեռ շարունակում են կնոջ կյանքում լինել, բարբերաբար անցնել նորից եւ հասկանալ ինչ ունենք եւ ինչպես է զարգանում ռեմիսիան։ Այո, մենք գիտենք բոլորս էլ, որ այս չարաբաստիկ հիվանդությունը կարող է տարածվել, ճյուղեր տալ, հա, մետաստազ կոչվածները, նույնիսկ այն պարագայում, երբ որ արդեն հեռացված է օրգանիզմից, այդ պատճառով եւ կարող է կրկնվել, հա, ռեցիդիվներ առաջանան։ Այդ պատճառով վիրահատությունից հետո մի տարվա կտրվածքում ամիսը 1, 3 ամիսը, 6 ամիսը 1 են հետազոտվում պացիենտները մինչև 5 տարին լրանալը, 5 տարի հետո արդեն մի տարին 1։
Այս պարագայում հիվանդը նույնպես բուժառուն նույնպես պետք է զգոն լինի վիրահատված շրջանը հաճախ հետազոտի ինքնազննում անի, եթե մի նոր գոյացություն կշոշափի, կհայտնաբերի մի որևէ դիսկոմֆորտ, ասիմետրիա, անպայման արդեն նորից չսպասի այդ 3 ամիսը լրանալուն, 6 ամիսը լրանալուն, միանգամից դիմի բժշկին եւ անպայման կոմպլեքս կատարվում են հետազոտություններ ներքին օրգանների, որովհետեւ կրծքագեղձի քաղցկեղը կարող է նամանավանդ եթե բուժվել է ուշ փուլում կարող է ունենալ ճյուղեր, այդ մետաստազներ կոչվածը ներքին օրգաններում, լյարդում, ծվարաններում, թոքերում, նույնիսկ գլխուղեղում, այդ պատճառով այս կոմպլեքս հետազոտությունները պարտադիր պետք է միշտ կատարել, դա բժիշկները ասում են իրենց պացիենտներին, հա, դուրս գրելուց հետո, թե երբ ինչ պետք է անել, կարևորը որպեսզի հետևեն, այո Մնում է հետևել, ականջի հետև չգցել, խնդրում եմ ուշադիր եղեք ցուցումներին բժշկի եւ ոչ պակաս հաճախ նաեւ լսում ենք դժգոհություններ ինչ որ բժշկի վիրահատությունից կամ բուժումից հետո երբ հարցնում ես, բա նշանակումները արել ես թե չէ, ցուցումներին հետևել ես թե չէ, պարզվում է որ բժիշկը ամեն ինչ ասել է եւ ընդհանրապես մեղավորություն չունի, որ բուժառուն չի հետևել եւ դինամիկ կապ չի պաշտպանել, սա ի պաշտպանություն բժիշկների ուղղակի շատ լավ տեղյակ լինելով բուժառուների կյանքից եւ հիմա կրծքագեղձերից ներքև շարժվենք, այսպես ասած, հաջորդ օրգան համակարգը որն է, որ կուզեիք էլի այսպես ինֆորմացնենք կանանց մեզ լսող Հաջորդը դե կանանց սեռական օրգանները պետք է բոլորն էլ հետազոտել, դրանք գտնվում են կոնքի խոռոչում, կոնքի ուլտրաձայնային հետազոտությամբ կամ կոնքի յուրաքանչյուր հետազոտությամբ, համակարգչային շերտագրելով, MRT-ով, դե խոսեմ ռուտին, հա, հետազոտությունից ուլտրաձայնայինից, կարելի է այդ բոլոր օրգանները տեսնել, այդ բոլոր օրգանների հիվանդությունները ախտորոշել, մի փոքր անատոմիական արակակն կանեմ, կա արգանդ, արգանդի վզիկ, պարանոց, հեշտոց, խոռոչ արգանդի լորձաթաղանդ, վզիկի ցերվիկալ խողովակ եւ ծվարաններ իրենց արգանդափողերով, հա, այս բոլոր հատվածներում կարող են առաջանալ թե բարորակ գոյացություններ, թե չարորակ, թե նախաքաղցկեղային վիճակներ։ Իսկ ճիշտ է, որ ամենախոցելին այստեղ վզիկն է եւ ամենահաճախ հանդիպող տեսակը քաղցկեղի։ Այո։ Ընդհանրապես արգանդի վզիկի քաղցկեղը կանանց քաղցկեղների մեջ, հա, գրավում է երկրորդ տեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո տարեկան արձանագրվում է 600,000 դեպք արգանդի վզիկի քաղցկեղի, բայց կարևոր մի հանգամանք կա, թե Այ դա է ուսում ասել, հենց դա է ուսում ասել, որ արգանդի վզիկի քաղցկեղը դա տարիների ընթացքում զարգացող հիվանդություն է, կայծակնային արագություն չունի դրա զարգացումը, այսինքն այդ պրոֆիլակտիկ սկրինինգային հետազոտությունները անցնելով կինը կարող է խուսափել, կարող է կանխել, կարող է հայտնաբերել նախաքաղցկեղային այդ հիվանդությունները, օրինակ ի տարբերություն ծվարանների, որոնք որ շատ ագրեսիվ են ընթանում նույն մի տարի առաջ հետազոտվող կինը, որը ուներ առողջ ծվարաններ, կարող է մի տարի հետո գալ եւ արդեն շատ զարգացած ծվարանի քաղցկեղ ունենալ, սակայն արգանդի վզիկի քաղցկեղը այդպեսին չէ եւ տարիներ հեշտ է բռնեցնել, բաց թողելը այդպես հավանական չէ, եթե հետազոտվենք, ինչ հետազոտություն կամ լաբորատոր հետազոտություն խորտ կտակ օրինակ վզիկի համար։ Դե արգանդի վզիկի համար պապքսուկ գոնե, որը մենք ունենք պետական ծրագիր 2015 թվականից ի վեր պոլիկլինիկաները տեղամասային կատարում են այդ անվճար հետազոտությունները տեղամասային կանանց հրավիրում են գոնե պապքսուկ հանձնելու, հա, նախաքաղցկեղային, որովհետև վիճակներից է մենք գիտենք դիսպլազիաները արգանդի վզիկի, որոնք ունեն շատ չխորանամ առաջի, երկրորդ, երրորդ փուլ, ավելի ծանրը երրորդ աստիճանի դիսպլազիան է
կային սիտու կոչվում է արգանդի զրոյական փուլ, դա հայտնաբերելու համար պապիլոմավիրուսի անալիզը, որը մենք գիտենք, որ պապիլոմավիրուսը հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ցավոք մենք չունենք պետական ծրագիր, հուսանք կունենանք, իհարկե շատ երկրներ ունեն, որտեղ ամենահաճախ հանդիպող պատճառն է, այնպես չէ, ընդ որում մի քանի տեսակ կարծես մի քանի շտամներ կան, որոնցից մի քանիսը հենց օնկոգեն են եւ ուլտրաձայնային հետազոտությունը այստեղ շատ ինֆորմատիվ է ներհեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը ընդհանրապես կանանց օրգանների հետազոտության համար ներհեշտոցային սոնոգրաֆիան այդ ոսկի ստանդարտն էլ այստեղ ներհեշտոցային սոնոգրաֆիան է, որ շատ հստակ տեսնում է յուրաքանչյուր փոփոխություն, դե ոչ բջջային մակարդակով, հա, բջջային ասեցինք անալիզներն են, իսկ սա արդեն գոյացությունները որոշակի ըստ արյունամատակարարի։ Միայն վիզուալիզացիա։ Այո, վիզուալիզացիա։ Ինչ տարբերություն ներհեշտոցայինի եւ արտաքին սոնոգրաֆիայի մեջ արդյոք իսկապես այդքան սկզբունքային առավելություններ ունի։ Իհարկե ունի առավելություններ, մենք կարող եմ օրինակի վրա բերել, օրինակ կան ձվարանների, կիստաների որոշ ձևեր, սերոզ պապիլյար կիստաներ, որոնք ունեն չարորակացման միտում, հա, դա ինչ է։ Կիստան մենք գիտենք հեղուկի պարկ է, պատճենավորված, որի մեջ հեղուկ է, իսկ պապիլյար կիստան դա երբ ձվարանի մեջ հյուսվածքային պապիլյար գոյացություն է առաջանում։ Շատ հաճախ օրինակ արտաքինից նայելուց այդ փոքրիկ պապիլյար հատվածը կարող ենք չտեսնել, բաց թողնել եւ հայտնաբերել արդեն ուշ շրջանում, երբ որ արդեն էքզոֆիտ աճունի կիստայից դուրս է աճում եւ հետագայում չարորակացման է գնում։ Այս սոնոգրաֆիկ ներհեշտոցային սոնոգրաֆիան այդ փոքրիկ մանր բաները կարող է շատ հեշտ տեսնել։ Հետո չմոռանանք, որ բազմաթիվ բարորակ գոյացություններ, կիստաների որոշ տեսակներ ոչ պակաս փչացնում են կնոջ կյանքի որակը, հանգեցնում մենստրուալ ցիկլի խանգարումների, անպտղության եւ այլն, այնպես որ այստեղ միայն քաղցկեղ չկա, չարորակ ոչինչ չկա, վերջել կարելի է ոչ մի հետազոտություն չանցնել, սա չի աշխատի թերևս։ Իհարկե։ Պետք է նաեւ բարորակ նորագոյացություններին ուշադրություն դարձնել։ Եվ վերջին 4-5 րոպեներն են մնացել, ընդհանուր բժշկի կողմից մաղթանքը մի քիչ ուրիշ կերպ է հնչում, շատ ուզում եմ հորդորենք եւ ոգեկոչենք եւ ուղղորդումներ տանք մեզ լսող աղջիկներին, կանանց, ինչու՞ չէ նաեւ աղջիկ երեխաների ծնողներին, մամաներին մասնավորապես։ Ինչին ուշադիր լինենք, ինչ եք դուք ցանկանում բուժառուներին, ինչ անենք, որ դուք գոհ լինեք։ Մեզնից որպես բժիշկներ մեր առողջության մասին մտածող անձինք։ Իհարկե, որպես բժիշկ ցանկանում եմ բոլորին առողջություն, մեր մայրերին, կանանց, շատ մեծ պատասխանատվություն կա նրանց վրա, պետք է ուժեղ լինեն, ուժեղ կինը, ուժեղ մայրը, առողջ կինը, առողջ մայրը, առողջ ընտանիք է, ցանկանում եմ, որ լինեն շատ առողջ, լինեն շատ ուժեղ, լինեն գեղեցիկ, այնպես ինչպես յուրաքանչյուրը պատկերացնում է այդ գեղեցկությունը։ Գեղեցիկը միայն այդպես դիմագծեր, մազի գույն, աչքի ձև, դա չէ, ես կարծում եմ եւ պնդում, այն շատ զգացողություն է։ Այո, զգալ գեղեցիկը, իդեպ նաեւ գեղեցիկ զգալու համար էլի առողջություն է պետք։ Այո։ Լինեն ցանկանում եմ լինեն հարմոնիայի մեջ, իրենց հետ, շրջապատի հետ, սիրեն, սիրվեն, սիրեն կյանքը, սիրեն ինքները իրենց, սիրեն իրենց հարազատներին, երջանիկ լինեն, ծաղկեն։ Երևի այո, հարգելի աղջիկներ եւ կանայք, որ սիրեք ձեզ, զբաղվեք ձեր հոգեկան եւ ֆիզիկական առողջությամբ, դուք ուժ կունենաք նաեւ սիրելու մնացած։ Այո, անպայման։ Քանի դուք առողջ եք եւ հոգեպես ու ֆիզիկապես ապահով ձեզ չեք զգում հենց այդ առողջության տեսանկյունից, շատ բարդ է զբաղվել ընտանիքով, հոգալ մյուսների դարդուցավերը, երեխաներով զբաղվել, տղամարդկանց հետ առնչվել, շատ ամեն ինչ ավելի բարդ է։ Այնպես որ ես էլ միանում եմ
մաղթանքներին բոլոր կանանց զբաղվել սեփական առողջությամբ, չմոռանալ հոգեկան առողջության մասին, ֆիզիկական առողջությունը դե բազային եւ շարունակել լինել անկախ, ինքնակատարելագործվող, ինքնաիրացվող, գնացած սոցիալական, հոգեբանական մտավոր տարրերը։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալ եմ ձեզ այս հետաքրքիր հարցազրույցի համար, ցտեսություն բոլորին։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։